Օրեր առաջ ազգային ժողովը հաստատեց 2011 թվականի բյուջեի կատարողականը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց. 2011 թվականը բեկումնային էր, քանի որ էապես նվազեց գնաճը եւ մենք ունեցանք տնտեսական աճ, որը 2 անգամ ավելի բարձր էր, քան 2010 թվականին։ Խորհրդարանի մեծամասնությամբ երկրորդ խմբակցությունը Բարգավաճ Հայաստանը չմասնակցեց բյուջեի կատարողականի քննարկմանը։ Մինչդեռ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ազգային ժողովի պատգամավոր Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը ներկայացրեց իր կարծիքը։ Եթե մեր կառավարությունը իրականացնում է գնաճի այնպիսի քաղաքականություն, որ դա պետք է լինի ի հաշիվ մարդկանց կենսամակարդակի, ուրեմն իջեցման կամ ոչ բարելավման, ուրեմն մենք դեմ ենք այդպիսի գնաճային քաղաքականության։ 2011 թվականի թվերը 10-ի համեմատ ՀՀ քաղաքացիներին բերել են 1.8% վնաս, այսինքն ընդհանուր առմամբ ցուցանիշը պակասել է 1.8%-ով։ Եվ սա այն դեպքում, երբ համախառն ներքին արդյունքը իբրև թե աճել է 4.6%-ով, իսկ մարդկանց թիվը պակասել է 3.3%-ով։ Ավելին Միքայել Մելքումյանը վստահեցրեց նաև, որ կառավարությունը պետք է 2011 թվականին փոքր ու միջին ձեռնարկատիրությունների ոլորտում ստեղծեր շուրջ 15000 նոր տնտեսվարող սուբյեկտներ 241,000 աշխատատեղերով, որը սակայն իրականություն չի դարձել։ Պատգամավորը վստահեցրեց, որ եթե ինքը մասնակցեր քվեարկությանը, ապա միանշանակ դեմ կքվեարկեր։ 3 տարվա ընթացքում մենք արդեն 12 թվականի վերջին ենք հասնում, նա պետք է լրացուցիչ ստեղծեր 50,000 նոր ՓՄԶ-եր, 70,000 աշխատատեղերով, այդ թվում 15,000-ը մարզերում։ Նույնպես իրականություն չի դառնում։ Կառավարությանը նաև առաջարկում եմ մտածել բյուջեի կատարողականի վերաբերյալ նոր մոտեցումներ որդեգրելու եւ եթե հարկա նաև օրենսդրական Հարցին թե Բարգավաճ Հայաստան կուսակցությունը քննադատությունից առաջ ինչու հաշվի չի առնում, որ կառավարության 4 գերատեսչությունները ղեկավարում էին ԲՀԿ ներկայացուցիչները եւ հենց այդ նախարարություններում ամենաշատ բացթողումներն էին թույլ տվել, ինչի մասին վերջին շրջանում բարձրաձայնվում է։ Միքայել Մելքումյանը նշեց, որ իրենք խոսում են կառավարության ընդհանրական գործունեության մասին եւ որ կան խնդիրներ, որոնք նախարարի մակարդակով չեն լուծվում։ Ուրեմն ռազմավարությունը կառավարության գործունեության եւ ուղենիշը, թե ինչ մեթոդներով, ինչ գործիքներով եւ ինչ թիրախներով նա պետք է հասնի, որդեգրում է ընդհանրապես կառավարությունը, ընդհանրական կառավարության գործունեությունը։ Ճյուղային նախարարությունները իրենք ստանում են այդ ընդհանրական ուղենիշի կամ ծրագրի մաս առաջադրանքներ եւ իրականացնում են։ Հարցին թե ինչու Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չմասնակցեց քվեարկությանը, բանախոսը պատասխանեց. Մեզ համար կարելի էր զոհել այդ պահը Օսկանյանի շուրջ ստեղծված վիճակի համար։ Մեր բոյկոտելու որոշումը ավելի ծանրակշիռ էր ու արդիական, իսկ այս խնդրին դեռևս կանդրադառնանք։ Էմма Բալյան, Տիգրան Գասաբյան, Gala News։